Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո երգչուհի Անահիտ Սիմոնյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել նաև Instagram-յան հարթակում, որտեղ երեկ նոր տեսանյութեր է հրապարակել։ Անահիտը խոսել է դերասան Խաչատուր Հունանյանի մոտ ախտորոշված հիվանդության մասին։ Անահիտը պատմել է այն մասին, որ Խաչատուրի բուժումը բավական երկարատև է և իհարկե շատ թանկարժեք։ Հավելենք, որ Խաչատուր Հունանյանը Instagram-յան հարթակում նոր տեսանյութ է հրապարակել արդեն Գերմանիայից, նոր մանրամասներ հայտնելով իր առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին։ Անահիտ Սիմոնյանի և դերասանի խոսքը հենց այս պահին առաջարկում ենք լսել։ Ողջույն սիրելիներս, ես չեմ կորել, պարզապես չեմ կարողանում ապաքինվել, շատ վատ վիրուս է պտտվում այստեղ Ամերիկայում, սկսվեց ամեն ինչ կոկորդի ցավից, հետո մի երկու օր առաջ աչքերս բորբոքվեցին ու այսպես շարունակ, այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլորիդ այս անցումային սեզոններին նամանավանդ խմեք շատ վիտամիններ, բարձրացրեք ձեր իմունիտետը, որ չհայտնվեք այս իրավիճակում։ Ասեմ հիմնականում ինչի համար եմ նկարում այս ստորին, որպեսզի խնդրեմ իմ հետևորդներին, ձեզ, իմ սիրելի հետևորդներ, որպեսզի աջակցենք մեր սիրելի տաղանդավոր դերասան Խաչիկին, Խաչատուրին Հունանյան, ով գտնվում է այս պահին Գերմանիայում և ծանր իրավիճակում և դեռ շարունակ կգտնվի այնտեղ երևի մոտ մի տարի կամ անգամ ավել, ինչի համար պետք են մեծ ֆինանսներ և ձեր անգամ փոքրիկ չնչին աջակցությունը կարող է մեծ դեր խաղալ իր կյանքում և կխնդրեմ ձեզ, եթե ունեք այդ հնարավորությունը, այստեղ լինկը կթողնեմ, աջակցեք ձեր ոնց որ ասած օգնությունը ցուցաբերեք և հաստատ դա անպատասխան չի մնա ձեզ Աստծո կողմից։ Շատ ցավում ենք այս իրավիճակի հետ կապված ու չգիտեմ, ամեն մեկս մեր չափով կարծում եմ, որ պետք է փորձենք օգնել, աջակցել, օգտագործել մեր սոց կայքերը, որպեսզի օգնենք միմյանց։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ և այն մարդիկ, ովքեր շատ մտահոգված են իմ առողջական իրավիճակով, ուզում եմ երկու բառով բացատրեմ ինչա կատարվում, որտեվ բազմահազարանոց նամակներ եմ ստանում, այդքանին անհատական պատասխանելը շատ դժվարություն է այս պահին, բայց ասեմ ինչա կատարվում երկու բառով։ Այսօր MRT եմ անցել, MRI, ամբողջ մարմնի համար ստուգել են, թե որտեղ է քաղցկեղը հիմնականում բուն դրել, ոսկորների, թոքերի և արդեն մի քիչ գլխի շրջանում, ուսի շրջանում, տարածում կա, սակայն բժիշկների թիմը, որ պետք է չորեքշաբթի օրը հանդիպեն, վերջնական հասկանանք ինչ ուղղությամբ են գնում, շատ հուսադրող բաներ են ասում ու ամեն ինչ լուծվելու է ժամանակի ընթացքում, հենց որ կամքն է կարևորը ու ձեր աղոթները, որ ամեն ինչը տեղա հասնելու, ես համոզված եմ։ Եվ շատ նամակներ եմ ստանում դոնացիաների վերաբերյալ, թե ինչի է սենց, ինչի է փակվում, ինչի է բացվում, ասեմ, որ բավականին թանկ բուժման մասին է խոսքը գնում, կարող է ամիսների տևողություն լինի, կարող է տարվա տևողություն լինի, ու այս ամեն ինչը իրականում շատ թանկարժեք վիճակ է։ Դրա համար ամեն մի փոքր օգնություն, որ կատարվել է ու կատարվում է, խորին շնորհակալությունս եմ հայտնում դրա համար, այդ ամեն ինչը հասանել է դարձել մենակ ձեր շնորհիվ։ Այնպես որ ոնց ասեմ, շնորհակալ եմ նորից եւ նորից ձեզ բոլորիդ եւ չորեքշաբթի օրը նորից հանդես կգամ ավելի մանրամասն բուժման կարգի ու մնացած հարցերի շուրջ։ Լավ եղեք։ Երգչուհի դիզայներ Անահիտ Սիմոնյանը ամենակննարկված մեդիա դեմքերից մեկն է հայկական շոու բիզնեսում։
Տարիներ առաջ, երբ Անահիտը նոր էր սկսում իր երգչուհու կարիերան, նրա մասին գրեթե սկանդալներ չկային, իսկ ահա այն ժամանակ, երբ Անահիտ Սիմոնյանն ու երգիչ Հայկոն ամուսնացան, դրանից հետո խոսակցություններն ու քննարկումները երգչուհու անվան շուրջ սկսեցին։ Հանրությունը քննարկում ու քննադատում էր Անահիտ Սիմոնյանին շատ միջամտություններ անելու և արտաքին տեսքը փչացնելու համար։ Ժամանակի հետ երգչուհին սկսեց ուշադրություն չդարձնել քննարկումներին ու խոսակցություններին, միևնույն է, դրանք լինելու են, ինչ անես կամ էլ չանես, նշում էր Անահիտ Սիմոնյանը։ Եվ ահա, ամիսներ առաջ Անահիտն ու նրա որդին Արմանը տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երգչուհին սկսեց այնտեղ ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական իր էջերում, որտեղ էլ օրեր առաջ հարց ու պատասխան է կազմակերպել։ Հետևորդներից մեկը երգչուհուն պարզապես երջանկություն էր մաղթել, իսկ Անահիտը գրել էր «Շատ երջանիկ եմ, շնորհակալ եմ»։ Հետևորդներից մեկն էլ գրել էր «Մշտական եք տեղափոխվել Ամերիկա, Անահիտ ջան»։ Անահիտ Սիմոնյանը պատասխանել էր «Ոչ, շուտով կտեղափոխվենք ուրիշ երկիր», նշել էր նա ու հավելել, որ շատ շուտով ամեն բան կբացահայտի։ Հավելենք նաև, որ ընդամենը շաբաթներ առաջ Անահիտը նշում էր, որ և ինքը և Արմանը հարմարվել են Միացյալ Նահանգների կյանքին և իրենց լավ են զգում այնտեղ։ Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում սկսել է առավել շատ մասնակցել տարբեր հարցազրույցների ու անկեղծորեն պատմել իր կյանքի պատմությունը։ Օրեր առաջ թողարկվեց Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ նոր հարցազրույց, որտեղ նա առաջին անգամ խոսել է իր խանութը փակելու և ապագայի պլանների մասին։ Երգչուհին պատմեց նաև Հայկոյի մահվան և դրան հաջորդած ծանր օրերի մասին։ Հայկոյի մահից հետո ես հասկացա, որ իմ որդին և ես այնպիսի հոգեվիճակում ենք, որ անգամ տանից չենք կարողանում դուրս գալ։ Մենք միասին իրար ուժ տալով անցանք այդ օրերը։ Ես Հայկոյի մահից օրեր հետո փորձում էի Արմանին հանել այդ ստրեսային վիճակից, որովհետև մենք շատ ծանր օրեր ենք ունեցել։ Ես երբեք չեմ ընդունել զոհի կարգավիճակ և չեմ բացվել ու պատմել, թե մենք ինչ օրեր ենք ապրել, բայց հավաստիացնում եմ, թշնամուս չէի ցանկանա ապրեր նման օրեր, անկեղծացել էր Անահիտ Սիմոնյանն ու խոսել իր բրենդի փակման մասին։ 2013 թվականին ես ստեղծեցի իմ բրենդը, որի հիմքը հայկական տառերն ու զարդանախշերն էին։ Մենք ամեն կերպ փորձում էինք օգտագործել հայկականը նորաձևության մեջ, դարձնելով դա ավելի ժամանակակից, որ երիտասարդները կրեն և ինչու ոչ ամբողջ աշխարհը ճանաչի հայկական տառերը։ Ես ուրախ եմ ու շատ հպարտ, որ դա արել եմ։ Ճիշտ ամ, սկզբում ինձ շատ դժվար էր, որովհետև դրա համար բազմաթիվ քարկոծանքների արժանացա։ Սկսած մնացած դիզայներներից, ովքեր մեղադրական տարբեր նյութեր էին տեղադրում իրենց էջերում, որ չի կարելի օգտագործել հայկական տառերն ու նախշազարդերը։ Բայց անցավ ժամանակ ու այսօր բոլորը, ես վստահեցնում եմ, բոլոր հայ դիզայներներն օգտագործում են դրանք իրենց հագուստներում։ Եղավ շատ տարբեր իմ ճանապարհը։ Ես շատ ուրախ եմ, որ ունեցել եմ իմ բրենդը։ Ես դա շատ եմ սիրել։ Եվ լավ օրեր եղան, և լավ ու տխուր օրեր։ Այդ ամեն ինչը ինձ ստիպել է ավելի ուժեղանալ ու վստահ քայլերով գնալ առաջ։ Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև իր տրամաբանական ավարտը, և ես հասկացա, որ ուզում եմ այլ ուղղություններով գնալ։ Իմ բիզնես ոլորտում ավելի տարբեր բաներ եմ ուզում անել, որոնք որ նոր են, որոնք որ հնարավորություն կտան ընդլայնվելու։ Կարծում եմ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ժամանակի ընթացքում կներկայացնեմ իմ նոր բիզնեսը, նշեց Անահիտ Սիմոնյանը։